Հարգելի իմ դիտորդ, ուրեմն բազմիցս պատասխանել եմ նման անհեթեթ հարցերի ու հիմա նորից ուզում եմ պատասխանեմ, գուցե այս անգամ տեղ հասնի։ Ես չգիտեմ որտեղից են աճում կամ ինչ են մտածում, որ ինձ այս տեսակ հարցեր են տալիս, բայց ժամանակն է, որ նորից ես կրկնեմ։ Ինչու ձեր դեմքով դուրս չեք գալիս։ Նախ դուք չպետք է թելադրեք ինձ կանոններ։ Ես մագիայի սկզբունքներով ապրող մարդ եմ, ոչ թե ձեր սկզբունքներով։ Երկրորդն էլ այնով, որ դեմքով դուրս ա եկել, ձեզ փառավորցրել է, մենք է պիտի դեմքով դուրս գանք, որ ձեզ փառավորացնենք։ Այդ դեմքս ինչ ես անում։ Սառնարանի վրա ես խփելու, ննջարանիդ պատին ես խփելու, ինչ ես անելու։ Մոգին իր գործով են ճանաչում, դեմքով չեն ճանաչում։ Եվ մագիայի կանոնների խիստ հակասում է դեմքով կամ այսպես ընդհանրապես մոգերը ծտված են։ Դա է մագիայի կանոնները, օրենքը դա է պահանջում։ Իրական մոգը իր արտաքինով հանրությանը չի ներկայանում։ Իհարկե հիմա կան մարդիկ, որ իրական չեն, դարձյալ հանրությանը չեն ներկայանում, բայց իրաց նպատակը այլ է։ Անցանք այդ մի հարցի պատասխանը, հուսով եմ հասկացաք։ Ես բեմի վրի կապիկ չեմ, ես մասնագետ եմ, պրոֆեսիոնալ մասնագետ, որ նստած է այստեղ։ Ձեզ պետք է հետաքրքրի իմ ձեռքի գործիքները, իմ մեկնաբանությունները եւ իմ աշխատանքները, վերջ։ Հաջորդը, ես ձեր հետևորդն եմ, երկար ժամանակ հետևում եմ ձեր էջին, ասեմ, որ դուք միակն եք այս հարթակում, ես ձեզ շատ եմ սիրում ու հավատում, բայց ուզում եմ ձեր հետ զրուցել, խնդիր չկա, վերցրեք կոնսուլտացիա, 30 րոպե կտրամադրեմ, կզրուցեք, այնուհետև, երբ որ պատասխանը լսվում է, ասում են, բայց այնքան են ինձ խաբել, գումարը ուղարկել եմ, ինձ գցել են չորնի, գումարը ուղարկել եմ, ինձ գցել են չորնի, կեցցեք դուք շատ ուժեղ իմ հետևորդն եք։ Հաջորդը, որ կուզենամ, գիշերվա 12-ին զանգ կամ նամակ, հեռախոսի համարը վերցրել եք, չեք տեսնում քանիսից քանիսը պետք է զանգեք։ Ամբողջ 6 օրը ձեր ժամանակ չի լինում, կիրակի օրը ակտիվանում եք, ես կիրակի օրը չեմ աշխատում։ Ինչքան կարելի է դա ասել։ Եվ պատին գրված է հստակ որ ժամից կարակին զանգեք։ Հաջորդը, դուք սիրային ծեսեր, կախվածության անում եք։ Պատին դարձյալ գրած է, մոգական աշխատանքներ, ֆինանս, մաքրումներ, սիրային ծեսեր, բոլորը գրված է, եթե մոգ եմ, ուրեմն ամեն տեսակի աշխատանք էլ անում եմ։ Հաջորդը, որ կուզեմ խոսեմ, որ դուք ասում եք կախվածության ծես անում եք, իմ պատասխանը լինում է այո, միայն կոնսուլտացիայից հետո։ Իցիշնա, ոնց եք պատկերացնում, դուք ինձ պետք է բերանացի այսպես, ասեք ումից պետք է կախեմ ու ես դրանով պետք է բավարարվեմ, ես չպետք է անեմ դիագնոստիկա, հա, չպետք է անեմ կոնսուլտացիա, այդ նմանա զանգեք բժշկի, ասեք, բժիշկ ես հիվանդ եմ, ինձ էր կբուժեք, կամ ձեր բուժումը երաշխավորված է, բժիշկը չգիտի դուք ինչ հիվանդ եք, դուք կարող անբուժելի հիվանդ եք, բժիշկը ինչ երաշխիք ձեզ տա։ Կամ այս մեկը իմ գործը արել, ակիսատ է թողել, դուք կշարունակեք, լուրջ, այ քեզ բան, կամ օրինակի համար, ես հələ չգիտեմ ինչի այդ գործ ունեմ, դեռ չեմ արել կոնսուլտացիա, մոտավորապես ինչքան ժամանակ, ես կոնսուլտացիայից եմ խոսում, մոտավորապես ինչքան ժամանակ կազդի, ինչը, կոնսուլտացիան, կոնսուլտացիան դա այն աշխատանքն է, որ տեղի է ունենում հարցերի պատասխան, լուսաբանում, դիագնոստիկա, կա թուղթուգրի առկայություն, անեծքի առկայություն, կամ ինչու է ձեր մոտ այդպես, կամ ինչ պետք է արվի դրա համար, դա աշխատանք չի, դա դիագնոստիկա է,
Ոնց որ դուք գնաք, հանձնեք մի շարք անալիզներ, որպեսզի վերջնական բժիշկը տա ձեր հիվանդության պատճառը։ Ու այսքան խոսում եմ, որ իրական մոգարս դիագնոստիկայի ձեր համար ոչ մի աշխատանք չի անի, դա ձեր ապահովության անվտանգության համար է։ Դուք զրանում եք, հա, վայ, մտածում եք, որ մի հատ կարող է դուք վճարեք դիագնոստիկայի համար, մի հատ է կարող է վճարեք աշխատանքի համար։ Ամեն դեպքում դա ձեր ցանկությունն է։ Դուք ձեր համար եք դա անում։ Դուք խուսափեք այն մարդկանցից, որ մի անգամից ձեզ 20-30 հազար դրամով աշխատանք են առաջարկում։ Հավերժ սեր, անբաժան սեր, ոտերը ձեր կընկնի, ձեզ կաղաչի, ձեր կողքից հեռու չի գնա, լուրջ։ Այդպիսի անպագորգոր բառեր էջերին, հա, որ գրում են, այ խուսափեք այդպես բաներից։ Դրանք լիարժեք խաբեություն են։ Կամ ձեր մոտ կոնսուլտացիան վճարովի է, չէ, բա դուք չեք տեսել, որ մի հատ էլ կարմիր խաչ ա գրած էջում։ Մի երկու հատ էլ նկար ուզեմ, սես լավ տեղին ինչ ուզեմ ձեր վրա անեմ։ Անվճարի տակ։ Իհարկե վճարովի է։ Ինչպես յուրաքանչյուր աշխատանք, ինչպես յուրաքանչյուր մասնագետ, որ հարգում է թե իր ժամանակը, թե իր ներդրած գումարը, թե իր աչքերի լույսը, որ այդքան կարդացելու սովորել է, թե այն գումարները, որ տվել է սովորել է, որ գրքեր առել, տառոներ առել, մի խոսքով։ Այստեղ դուք ի՞նչ եք տեսնում անվճար առած, որ ես էլ մի հատ անվճար կոնսուլտացիա անցկացնեմ ձեր հետ։ Գիտեք այդ որ մարդիկ են անվճար անցկացնում ձեր հետ կոնսուլտացիա, որ ձեզ ասել են, ձեր վրա մահվան թուղթուգիր կա, ու հեչ իրանց վեճը չի, թե դուք այդ հազարավոր դոլարները այդ երևակայական թուղթուգրից ազատվելու համար ինչ կարգի վարգեր, ինչ գրավներ կդնեք, որ բերեք տակ իրանց, որ իրանք ձեզ մաքրեն։ Հուսով եմ նման անհեթեթ հարցեր այլևս ձեր մոտ չեն առաջանա։ Եվ հետո փառք Աստծո, որ իմ էջին հետևում են շատ գրագետ, կիրթ, զարգացած մարդիկ։ Իսկ ես տեսակներին կխնդրեմ, ուղղակի հեռու մնացեք իմ էջից։ Ձեզ համապատասխան էջեր ասում փառք։ Մենք դրա պակասը չունենք։ Կարա գնաք այնտեղ ձեր հարցերը տակ։